Հայաստանում օր-օրի սնկի պես աճում են իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող 8-8 սուպերմարկետները։ Որոշ դեպքերում դրանք բացվում են այլ խանութների փակվելու հաշվին։ Մենք գրել էինք, որ այս սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ բազմաթիվ մանր խանութներ են փակվում։ Փոքր բիզնեսը ոչ թե մեռնում, այլ սատկում է, ասում է Աշոտ Հայրապետյանը, ով օրեր առաջ է փակել Glendale Hills թաղամասում հայտնի Կարմա խանութը։ 11 տարվա պատմությունը մեկ օրում հոդս ցնդեց։ Կարմայի ուղիղ դեմ դիմաց 8-8 սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղն է բացվում։ Glendale Hills թաղամասի բնակիչները շատ են ցավում։ Թաղի կոլորիտային խանութներից մեկն էր Աշոտի փոքր կրպակը։ Ինչու է փակվում, ում էր խանգարում։ Սեփականատերը շատ բան խոսել չցանկացավ, սրտնեղված է, սակայն հասկացնել տվեց, զգուշացրել են։ Ինքն էլ բիզնեսից հասկացող մարդ է, ասում է մեծը որ բացվեց, փոքրին կխժռի։ Փոքր բիզնեսը չի ուզում, փոքր բիզնեսը սատկում է։ Բոլոր երկրներում փոքր բիզնեսին արտոնություն են տալի, իրանք հարկերը բարձրացրել են, սուպերմարկետներն բացում են։ Չի լինի, երեխեք չի կարող աշխատի փոքր բիզնես։ Մեր հանրապետությունում բոլոր գյուղերում փոքր խանութները, բիզնեսները փակվելու են, որ գնանք միտեղ թաղում, չգիտեմ, մի հատ պանիխի դա մարդիկ միշտ ջուր չեն կարնալու առնեն խմեն։ Իրանց ընդունած օրենքը դա է։ Ավելի համարձակ է հարևանուհիներից մեկը, ասում է խանութի տիրոջը ենթադրաբար ստիպել են, որ այն փակի։ Սեփականատերին երևի ստիպել են, որ փակել է խանութը։ Ես չգիտեմ ով։ Ըստ երևույթին տենց։ Ուրիշ խնդիր ես չգիտեմ այլ։ Ամենայն դեպս մեր բնակիչները շատ բողոքում են, որ այս կարման փակվեց ու ինչ որ մի բան պետքա բացվի այդտեղ։ Ինչի համար։ Աշխատում էր մարդը։ Խանութը շատ վատ արեցին, որ փակեցին։ Բոլոր բնակիչներն էլ շատ դժգոհ են, որ խանութը փակվեց։ 10 տարի մենք այստեղ ապրում ենք, 10 տարի այս խանութից օգտվել են։ Ինչի փակեցին, անունը ինչ դրեցին, չգիտեմ։ Ու հիմա նա էլ չի աշխատում։ Ու Աստված գիտի, թե երբ կաշխատի։ Իսկ վախեցնելու բազմաթիվ մեթոդներ ունի իշխանությունը՝ տուգանքներ, հարկեր, կեղտ բռնոցի։ Այս ամենից խուսափելու համար է Աշոտը որոշել փակել խանութը, որը մեր նկարահանման պահին արդեն կիսադատարկ էր։ «2018 թվականին գալով իշխանության Փաշինյանը խոստացել էր Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը կփոքրանա, այլ փոքրը կդառնա միջին, միջինը խոշոր։ Փոքր բիզնեսը նրա համար որ դառնա միջին բիզնես, միջին բիզնեսը նրա համար որ դառնա խոշոր բիզնես, իսկ խոշորը բիզնեսը նրա համար որ դառնա գլոբալ բիզնես։ Աշխատանքը մենք տարել ենք, որպեսզի կամաց հանրությունը եւ մենք բոլորս խոշոր բիզնեսին չկանենք որպես ինչ-որ գիշատիչ մի բան, որ հարձակվում է բոլորի վրա եւ ուտում է բոլորին։ Տարիներ անց հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ արվեցին, որ փոքր բիզնեսը ոչ թե մեծանա, այլ առհասարակ փակվի, գոյություն չունենա։ Աշոտի փոքր բիզնեսը գլոբալ չդարձավ, որովհետեւ խոշորը խժռեց փոքրին, ասում է խանութի տերը։ Տվյալ մարդիկ ընտրվում էին, իրանք ուզում էին սուպերմարկետները ասում էր փակենք, որ մանր միջինը աշխատի, բայց հակառակը արեցին։ Իրա խոստումներն էր նախընտրական փուլերի, որ ասում էր շաբաթ-կիրակի փակեմ, որպեսզի փոքր միջինը աշխատի։ Չի կարող աշխատի, չէ։ Փոքր միջին բիզնես չի կարող աշխատի, եթե սուպերմարկետը կողքերը բացի։ Դե սուպերմարկետի նախ ֆիրմաները ուրիշ գնով են տալի, ցածր գնով են տալի։ Ես ոնց աշխատեմ, եթե ես ապրանք ավելի բարձր գնով եմ ստանում, քան թե սուպերմարկետը, ոնց կաշխատեմ։ Նշենք նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի բարձրացվեց ի վնաս փոքր եւ միջին բիզնես ունեցողների։ Շատերը ուղղակի փակում են իրենց խանութները հարկային տեռորի չենթարկվելու, դատարանների դռները չընկնելու համար։ Լիա Սարգսյան, Հրապարակ։